Ռուսական դատարանն այսօրվանից սկսել է հրապարակել ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի դատավճիռը։ Ռոստովի մարզի Դոնեցկի շրջանային դատարանի դատավոր Լեոնիդ Ստեփանենկոն առայժմ հրապարակել է դատավճռի նախաբանն ու նկարագրական մասը։ Ըստ դատավճռի ապացուցվել է Նադեժդա Սավչենկոյի մեղքը երկու ռուս լրագրողներին՝ Իգոր Կորնելյուկին և Անտոն Վոլոշինին սպանելու առնչությամբ։ Սավչենկոն իրականացրել է Կորնելյուկի և Վոլոշինի սպանությունը, այսինքն դիտավորյալ պատճառել է մահ ըստ նախնական պայմանավորվածության, ատելության և թշնամանքի շարժառիթով։ Դատավորն այսօր կարդացել է մեղադրական եզրակացությունից դատավճիռ տեղափոխված այս ձևակերպումը։ Այսինքն միտումնավոր ցանկացել է մահ պատճառել Կորնելյուկին և Վոլոշինին։ Ըստ դատավճռի շարադրանքի Սավչենկոն տածել է ատելություն և թշնամանք Լուգանսկի ժողովրդավարական հանրապետության խաղաղ բնակիչների նկատմամբ։ Դատավճռի համաձայն հաստատված է համարել նաև մեղադրանքը, ըստ որի Սավչենկոն ապօրինի հատել է Ռուսաստանի սահմանը։ Մեղադրողը պահանջել էր երկու ռուս լրագրողի սպանության և Ռուսաստանի սահմանն ապօրինի հատելու մեջ մեղադրվող Նադեժդա Սավչենկոյին դատապարտել 23 տարվա ազատազրկման։ Նախատեսվում է, որ դատավորը Սավչենկոյի դատավճռի եզրափակիչ մասը պատժաչափի ժամկետը կհրապարակի վաղը։ Սավչենկոն դատավճռի հրապարակման պահին ժպտում էր։ Ուկրաինացի օդաչուն կտրականապես հերքում է մեղադրանքը, այն որակելով բացառապես քաղաքական։ Փաստաբան Մարկ Ֆեյգինը հայտարարել է, որ Սավչենկոն մտադիր է կրկին սկսել չոր հացադուլը, եթե իրեն չտեղափոխեն Ուկրաինա։ Փաստաբանն ասել է, որ Նադեժդան չի պատրաստվում վերաքննիչ բողոքներ կազմել, քանի որ չի հավատում Ռուսաստանում արդարադատության իրականացման հնարավորությանը։ Սավչենկոն չի պատրաստվում ձգձգել ժամանակը և միակ նպատակն է վերադառնալ Ուկրաինա, ասել է փաստաբանը, վկայակոչելով Սավչենկոյի հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունները, հարկ համարել նշել, որ պետք է նկատի ունենալ Սավչենկոյի անմեղությունը։ Փաստաբանը պնդել է՝ անմեղ մարդը չպետք է նստի բանտում։